Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սիրիա բանակցելու երկրի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Քննարկման թեման եղել է սահմանների դեմարկացիան եւ սահմանային անվտանգության հարցերում համագործակցության բարելավումը։ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ունենալու գաղափարից, հայտարարել է Թրամփը, սպառնալով անհրաժեշտության դեպքում կոշտ միջոցներ կիրառել ընդհանուր միջուկային օբյեկտների ոչնչացումը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ իրանական կողմը ցանկանում է գործարք կնքել Վաշինգտոնի հետ, սակայն չգիտի, թե ինչպես անել դա։ Թուրքական դատարանը ապրիլի 14-ին մերժել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին բանտից ազատ արձակելու դիմումը, մինչև նրա կոռուպցիայի գործով դատավարության արդյունքները, հայտնում է Անադոլու գործակալությունը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շաբաթվա վերջին նախապես ծրագրված այցով կմեկնի Մոսկվա, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի կքննարկի Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անցած շաբաթ օրը Օմանի մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցությունները։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Օմանում իրանական միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև անուղղակի բանակցությունների փաստը եւ ակնկալում է կոնկրետ արդյունք ապագայում։ Մոսկվայում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին ապաստան է խնդրել Ռուսաստանից, տեղեկությունը հաստատել է ՏԱՍՍ գործակալության աղբյուրը։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ջաֆարին ծանոթվել է Դամասկոս իր հետ կանչման եւ Ռուսաստանում սիրիական դիվանագիտական առաքելության ղեկավարի փոփոխության մասին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսով զրուցել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները եւ հումանիտար վիճակը Գազայում։ Սեդամակարյանն, Անա Գևորգյան, ABC Media։